Այն համընդհանուր հայտարարագիրը, որ մտցրել են, Նիկոլն ասում էր, սա անում ենք, որ պաշտոնյաների զոքանչներին, քենիներին բերենք հայտարարագրման համակարգ։ Նախ անմտություն է, դա դուք շատ լավ գիտեք, ժողովրդին քաշքշելով նոր բան չեք իմանալու, կամ էլ այդ որ ասենք պարզեցիք ով ինչ ունի եւ ինչ է հետևում դրան։ Դատախազը Նիկոլի օգնականն է, հակակոռուպցիոնը ձերն է, քննչականը ձերն է, սաղ ձերն են։ Երևի իրենն էլ հարցնում եք, չէ, ասում է, ջերում գնում եք, մինչև հակառակը չասի։ Կարդում եմ մամուլը։ Հովիկ Աղազարյանի խմբակցությունից հանելուց հետո որդիներին ազատել են տարբեր պաշտոններից։ Այդ որդիները Աղազարյանի ինչ էին հայտնվել այդ պաշտոններին, որովհետև ԿՊԱ-կան պատգամավոր հեր ունեին, որ մի ԿՊԱ-կանի հետևից ընկնեք 100 հարազատի կազատեք պետական կառավարման համակարգից, որովհետև սաղ իրենցով եք լցրել, Նիկոլի ազգուտակից սկսած, ու այնպես է, որ ում հանում եք, տեղը բերում եք մեկ այլ ԿՊԱ-կանի ու նրա շրջապատին։ Իդեպ շատ ուշագրավ է ԿՊԱ-կանների բախումը կոռուպցիոն թեմայով։ Այս մարդիկ ոչ թե բողոքում են կոռուպցիայի դեմ, այլ ԿՊԱ-կանների դանդաղ հարստացող մասը դժգոհություն է հայտնում, որ ԿՊԱ-կաների մի մասը շատ արագ է հարստանում։ Այնինչ իրենք բոլորը միասին են համարվում դավաճան, թալանչի։